հայհոյել, վիրավորել է, ընդ որում նրա համար, որ տեսանյութ են հրապարակել, որ մանկապարտեզը դա սիրել է բավականին։ Նորից ինչ շինարարություն, ինչ ա եղել։ Պարոն Աբինյան, այսօր ընդդիմադիրները, ավական անդամները, այսպես ահազանգեցին Մեսրոպ Մանուկյանը, որ նոր քիթաղապետը իրենց հայհոյել է, վիճաբանություն է տեղ ունեցավ միայն նրա համար, որ իրենք տեսանյութ են հրապարակել, որ մանկապարտեզներից մեկը լավ նորոգված չէ։ Այսինքն թաղապետը միայն դրա համար իրեն իրավունք է վերապահում հայհոյել։ Ավելի ներողություն մտածում զանգարել եւ սպառնալի դրել։ Քիչ առաջ խոսեցինք ինձ թաղապետից այդ որովհետեւ ասած ավելի չգիտեմ ինչ եղավ, միջոցառմաններ չմասնակցեց, հեռացավ հարցից։ Դուք ինչպես եք սրան վերաբերվում։ Գիտեք, ես 3 տարի քաղաքապետարանի տարբեր աշխատանքների վերաբերյալ նմանատիպ ահազանգեր ստանում եմ եւ տարբեր դեպքերով մենք տենց այդ ահազանգերի հետքերով գնացել ենք եւ մոտավորապես երևի մի 5% դեպքերում իրապես խնդիր է եղել եւ իրապես խնդիր ասելով ինչ նկատի ունեմ կոնկրետ այդ դեպքը որը նկարագրում եք մի մանկապարտեզի մասին է խոսքը որը քաղաքապետարանը դեռևս չի ընդունել այսինքն այո այդտեղ կան խնդիրներ Երևանի քաղաքապետարանի շին բարեկարգման վարչությունը դեռևս գումարը չի վճարել ամբողջությամբ եւ այդ խնդիրների լուծման ճանապարհը շինարարին, տեղ հսկողին եւ մնացածին աշխատացնել է ինչ անում է Երևանի քաղաքապետարանը այդպես անելով մենք 3 տարի բոլոր այն տարբեր հատվածներում շինարարության վերաբերյալ մտահոգությունների մասին բարձրաձայնումները շտկել ենք տվել այսինքն երբեք այդպիսի դեպք չի եղել որ մենք աշխատանքը փակած լինենք ընդունած լինենք ու իրականում դրա մասին այդ բարձրաձայնումը իրականություն դուրս գա հիմա եկեք հասկանանք արդեն ինչ քանի որ նաև ենթադրում եմ որ այդ աշխատելավոճը ամբողջական իր արդյունքը չի տալ այսինքն այդ ամեն ինչի մեջ շատ մեծ սուտ կա շատ մեծ ստի չափաբաժին կա այսինքն երբ որ դու հասկանում ես որ քաղաքապետարն այդ աշխատանքը չի ընդունել ու ամեն անգամ դու գնում ես այն հատվածներում որտեղ Երևանի քաղաքապետարանը դեռևս աշխատանք չի ընդունել բարձրաձայնում ես այդ աշխատանքի խնդիրների մասին բարձր որ Երևանի քաղաքապետարանն ինչ որ մի կներեք հեսա կավարտ բայց այն պահի դրությամբ երբ որ արդեն անցնում է անձերի բարոյականությանը վիրավորանքներին կներեք բոլորն էլ մարդ են բոլորն էլ կարող է ինչ որ արդեն նյարդերը տեղի տան ու մի բան էլ մյուս կողմը ասի մի բան էլ ավել ասի ու սրանից հետո ժողովուրդ ջան կներեք ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ ով մտածում է որ ինքը անձ վիրավորելով պատասխան չի ստանա չարը չար սխալվում Բա եւ թե ձեր հայրապետի վարորդներին համբալ ամանել ինչու նիստերին չի ներկայանում, պարոն Աբինյան, այդ դեպքում նորմալ է։ Գիտեք, ձեր օրակարգերը հարգելիներս, ես առաջարկում եմ ձեր օրակարգերը, ես չեմ վիրավորում, ես շատ կոնկրետ ասում եմ, սիրելիներս, ձեր օրակարգերը գնացեք, մեր ընդդիմադիր գործիչների հետ զարգացրեք, իմ հետ պետք է ձեր օրակարգերը զարգացնեք։ Դուք նշում եք, որ չհանձնված մանկապարտեզի որակն են անդրադառնում ցույց տալիս ընդդիմադիրները, իսկ երբ ասֆալտապատում եք իրականացնում եւ հաջորդ տարի այդ ասֆալտապատված հատվածում կրկին փոսալեցումներ է արվում, կրկին բյուջեից գումար է հատկացվում։ Որ 50 կիլոմետր հիմա մեկնաբան եմ, 50 կիլոմետր կներեք։ Երևան քաղաքի ճանապարհների երկարությունը դուք գիտեք ինչքան է։ Մենք նախորդ տարի 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ ենք արել Երևան քաղաքում, այդ 50 կիլոմետրին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել։ Խնդրում եմ ինձ տարեք ցույց տվեք այս 50 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքների վրա եղած փոսերի վերաբերյալ խնդիրները։ Ես նախորդ տարվա ես այսպես ասեմ, հարգելիներս, ուրեմն ամեն տարի այո Երևան քաղաքում նաև անձրևներով, առատ անձրևներով պայմանավորված տարբեր հատվածներում ասֆալտի վիճակը գնալով ավելի վատ թարանում է
Ենթակառուցվածքով նաև մաշվող ջրի խողովակներ ու կոյուղիներով այո ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է եւ այո Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս։ Հիմա իհարկե փոխսալցման աշխատանքները մենք 1 ամիս հետո ամբողջը կանենք կավարտենք ամբողջ քաղաքով կանենք կավարտենք էլի ժամանակավորապես այդ հարցի մասին կմոռանանք էլի հաջորդ տարի գարնանը որոշ չափով կվերադառնանք բայց ամեն ինչ համեմատության մեջ է պետք տեսնել կներեք նախորդ տարի այս ժամանակ շատ ավելի մեծ ծավալի խնդիրներ ունենք շատ ավելի մեծ ծավալի աշխատանքներ ունենք անելու այս տարի ծավալները էլի կան բայց նույնը չեն հաջորդ տարի էլ ավելի քիչ է լինելու այն մյուս տարի էլ ավելի քիչ է լինելու օրեր առաջ տեղացած հորդառած անձրևը էլի նույն հեղեղների էր վերածը Երևանը լավ դա առաջին դեպքը չէ այս պատմությունը անդադ կրկնվում է ամեն անգամ տեղացած ձնից հետո անձրևից հետո Երևանը մի քաոսի է վերածում այս խնդիրը լավ չի կարողանում լուծվել ընդ որում նշենք էլի ամեն հեղեղից հետո նման մի վիճակն է ստեղծում Երևանում Մարդ կներեք ամեն ձեզ կանչում են ոնց որ Չէ, բայց ձեզ են ոնց որ կանչում։ ամեն անգամ տեղացած անձրևից հետո օրեր առաջ տեսանք Երևանը քաոսի է վերածվում արդյոք չեն կարողանում Պարոն Ավինյան, դուք մի հատ իմ հարցին խնդրում եմ պատասխան ես հարցը արդեն տվել եմ ամփոփ վերջը էլի կներեք Ինչու այս հարցը չի կարգավորում, որ ամեն անձրևից, ամեն ձնից հետո Երևանը մի քաոսի է վերածում, չէ, այս մարդիկ չեն կարողանում Ժորժան, կներեք, ամենայն հակառակ մենք հələ Երևանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի։ Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, անձրևների քանակը Երևան քաղաքում ավելանում է եւ գնալով ավելանալու է եւ դա ընդհանուր պայմանավորված է աշխարհում կլիմայով փոփոխությամբ։ Այսինքն կներեք մի րոպե Ամեն տարի մենք ունենալու ենք ավելի շատ անձրև եւ համապատասխան գործողություններ պետք է Ժորժան կներեք Զրո դրամ, հանի հիմնադրամի մասին Հանի հիմնադրամի դες ոչ մի աշխատավարձ չեմ ստացել Ես Անիվ հիմնադրամից, Անիվ ՓԲ-ից երբևէ աշխատավարձ չեմ ստացել եւ Անիվի մասով քրեական գործը թող ավարտվի, թող ամփոփվի, ես մանրամասն Նորմալ է, այս համար։